Հարգելի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, այսօրվա հարց ու պատասխանին մեր ընդդիմադիր գործընկերները շատ անդրադարձան եւ ես կուզեի այդ թեման շարունակել, բայց մինչեւ այդ շատ բարեկամաբար տիկին Աննա Գրիգորյանին եմ դիմում, որ այստեղ քաղաքական թեմաները քննարկելիս բարոյականության խրատներ չտրվի պատգամավոր գործընկերներին, որովհետև չեմ կարծում, որ դա տենց ճիշտ ժանր է այստեղ, որովհետև եթե մի անաչառ դիտորդ իմ ու իրենց միջև տենց բարոյականության թեստ դներ, կարծում եմ իրանք դրանից պատվով դուրս չէին գա, եւ ես չեմ կարծում, որ սա այն ոչն է, որով մենք պետք է այստեղ շարունակենք։ Տիկին Գրիգորյանը ասում է եւ գործընկերներից էլ եղավ հարցեր, ինչ հարց ես տվեցի։ Ասի Տիկին Հովսեփյան, դուք հավակնում եք Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Հիմա ձեզ հարց։ Պրահայի հոկտեմբերի 6-ի հայտարարությանը ո՞նց եք վերաբերում, ինչ է պատասխանում ինձ Տիկին Հովսեփյանը, որ տարապես այն տոնայնության մեջ, որ ես Ղարաբաղից եմ, դու այդ հարցը ինձ տալիս ես եւ ուզում ես ցավեցնել։ Շարունակում է Տիկին Գրիգորյանը, ո՞նց կարելի է Ղարաբաղից եկած կնոջը այդպիսի հարց տալ։ Հարգելի գործընկերներ, երբ որ Ղարաբաղցի մեր գործընկերոջը առաջադրում եք Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ, դուք իրեն չեք առաջադրում, ասենք Տավուշի թեմի Վազգեն Գալստանյանի անվան օրիորդաց միության նախագահ։ Դուք իրան առաջադրում եք Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ։ Եվ երբ որ եթե Տիկինը ընտրվի, Տիկին Հովսեփյանը ընտրվի հանձնաժողովի նախագահ, ինքը գնալու է, չէ, Եվրոպա։ Ասենք եվրոպացի գործընկերներից մեկը ասի, դու Պրահայի հայտարարությանը ո՞նց ես վերաբերում։ Պատկերացնեք, ասի, դու ինձ վիրավորում ես այդ հարցով։ Չեն ասի, ես Հայաստանից ում են ուղարկել ստեղ։ Էլի իր հույզերով, իր էմոցիաներով, իր հուշերով, իր ցավով որ կա, բայց Տիկին Հովսեփյանը ընտրվում է հանձնաժողովի նախագահ եւ իրեն այդ հարցը տալու են Եվրոպայում եւ եթե այդպիսի մի պատասխան հնչի եվրոպացիների ասածին, ազգային ժողովին ինչ են ասելու, ում եք ընտրել։ Ում եք ընտրել այստեղ հանձնաժողովի նախագահ։ Այս գիտեք ինչի է նման, ասենք տենց առաջադրում են անում, որ հետո իրանք սադրանքներ անեն։ Իմ շատ գործընկերներ ստեղ կհիշեն Մարտի 1-ի ժամանակ եւ դրանից հետո մի ոստիկան կար, անկեղծ ասած անունը չեմ հիշում, բայց տենց բազազ էին ասում իրան, հող ոստիկանապետ էր, թե ինչ էր, այսպիսի մի հատ ոճ ուներ, դու դուրս ես գալի միտինգի կամ երթի, քայլում ես, ոստիկանները գալիս են, հետևից մեջքին խփում են, սադրանք են անում, մի անգամ դիմանում ես, երկու անգամ դիմանում ես, ասում ես դե սադրանք են անում, մի բան կսարք են հիմա այս պատմություն, բայց երրորդ անգամ, որ չես դիմանում, ֆռում ես, ասում ես, ինչ ես անում, ասում ես, դու ոստիկանի վրա գոռում ես, քեզ բերման են ենթարկում։ Հիմա առաջադրում են, իրեն բնական հարցեր ես տալի, որպես հանձնաժողովի նախագահ, ասում են, այ հլի ինչ հարցեր ես տալիս մեր գործընկերոջը, որի իրավունքը չունես։ Հարգելի գործընկերներ, էլի եմ ասում, դուք առաջադրել եք իրեն որպես հանձնաժողովի նախագահ։ Ես հարցրեցի, ասեցի, ես չասեցի դու հարցը նենց չէր, որ ինչու չես զոհվել Ղարաբաղում, որովհետև Տիկին Հովսեփյանը բոլոր այդ վատ դեպքերից շատ ավելի վաղ էր դուրս եկել Ղարաբաղից։ Ես իրան հարցրեցի, ինչու չեք ապրել Ղարաբաղում, որովհետև հարցը եթե ամենասկզբից դրված լիներ ապրենք Ղարաբաղում,
Մենք միանգամայն այլ իրավիճակ կունենան։ Ինչի է սա ասում, որովհետև իրենց քաղաքական առաջնորդներն էլ թռել են Ղարաբաղից։ Իրենք այդ վեկտորները թեքում են, երբ որ ասում ես Ռոբերտ Քոչարյան, դադարեցիր լինել Հայաստանի Հանրապետության նախագահ։ Ինչի երեխեքից չվերցրեցիր գնացիր Ղարաբաղում ապրելու, չեմ ասում զոհվելու, ապրելու, որովհետև ինչքան շատ մարդ էր գնում, այնքան ավելի ուժեղանում էր, այնքան ավելի շատ բիզնես, այնքան ավելի շատ ներդրում, այնքան ավելի շատ ենթակառուցվածք, դրանով ուժեղանում է հողը, սա աքսիոմ է։ Կոսովոյի օրինակ եմ բերում, Կոսովոյի օրինակը նաև ստացվեց այն պատճառով, որ այդ մարդիկ ուզում էին ապրում էին այնտեղ, ուզում էին ապրել այնտեղ։ Եվ ընդդիմությունը եւ այսպիսի խոսույթներով միտումնավոր շեղում է մեզ այս ամեն ինչից։ Ու այտենց զարմանալի է, էլի, նաև բանի հետ կապված որ հարցրեցի։ Ինչ է Տիկին Հովսեփյանի ԱԳՆ-ում աշխատելու հետ կապված։ Նայեք ինչ եմ ասում։ Ասում եմ Տիկին Հովսեփյան, Պրահան ես իզուր չեմ տալիս եմ, որպեսզի հասկանամ, դուք որքան եք սկզբունքային ձեր դիրքորոշումներում։ Ինչ է այնց պատասխանում, ասում եմ բանը, ես հենց 2010-ին էի ուզում դուրս գալ ԱԳՆ-ից։ 20-ին, ներողություն պատերազմից հետո։ Ասեցի մի քիչ ոտս կախքցեմ, սրանք ոնց որ գնացող են, մնամ ԱԳՆ-ում, չգնամ, բայց դուք մնացիք 21 թվականի հունիսին։ Okay, հունիսին մնացինք, հունիսին խիչ ես գնում, որովհետև դեկրետի գումար պետք է ստանալ։ Այս է սկզբունքայնությունը, հարգելի գործընկերներ։ Ղարաբաղի հարց, դավաճան իշխանություն, սկզբունքայնությունը ավելի ստորադասվում է դեկրետի գումարին, հլա ավելին, ասենք գնար 2000 դեկրետի մեջ է 21 թվականի սեպտեմբերից հետո, գնար հոկտեմբերին, երբ որ 22 թվականի եղավ Պրահայի հայտարարություն դիմում գրի, էլի չի գրե, գնացլա 23-ի օգոստոսին է դուրս եկել ԱԳՆ-ից։ Այսինքն 4 տարի համարյա այս դավաճան իշխանությանը ինքը հանդուրժել է խիզախ մնալով ԱԳՆ-ում։ Տարբեր կարգավիճակներում։ Հետո էլ ասենք բանը, տենց ասում եմ 20 թվականի պատերազմից հետո դուրս եկա բանի միտինգի եւ փոքրամարմին կնոջը 4 ոստիկան բերման ենթարկեց, էսա ձեր եվրոինտեգրումը գնացեք եվրոպական ստանդարտներ ներդրեք ոստիկանությունում։ Մի անգամ գնա Եվրոպայում ցույցի մասնակցի, տես ոնց են քեզ բերման ենթարկում ու Երանի կտած հայկական ոստիկանությանը բերման ենթարկելուց։ Գոնե կադրերը կան, մի հատ նայեք ինչ կոշտությամբ են այնտեղ անում եւ ստեղ ինչ բարեհամբույր են եւ բարեկիրթ մեր ոստիկանները բերման ենթարկելուց։ Ասում է բանը, տենց Սերժ Սարգսյանը որ 2000 չեմ հիշում որ թվին էր, բայց ենթադրում եմ եւ վստահ եմ Տիկին Հովսեփյանը այդ ժամանակ արդեն չափահաս էր։ Այն որ ասում էր ով որ իմ պաշտոնյաներից անկախությունը ճանաչի, նրան դուրս կշփրտեմ համակարգից։ 13 թիվ։ Այդ ընդվզում ինչի չեղավ։ Այդ ինչի ոչ մի տեղից դուրս չէի գալի, դիմում չէի գրում, փողոց դուրս չէի գալիս, չէի ընդվզում։ Թե ասենք Ղարաբաղյան կլանից է Սերժ Սարգսյանը ձեզ աշկով արել, որ դե ուրիշ բանի համար եմ դա ասում, այդ տենց կամերաների համար եմ ասում։ Եվ այս ամենը բացահայտելու համար է հանձնաժողովի նախագահի թեկնածուին։ Բացահայտելու, որ տեսնեք ինչքանով է սկզբունքային, հա ասում է, բան, ես տեղ չէի, ներողություն եմ խնդրում, ուշացա 5 րոպե, իմ սկզբունքայնությունից է խոսում։ Տիկին Հովսեփյանի խորտ կտամ իր հարազատ քրոջը, հարցնի, որ ինձ դաս եմ տվել տարիներ շարունակ, թե որն է եղել իմ սկզբունքայնությունը եւ նա կուրսընկերներն էլ կպատմեն իմ սկզբունքայնության մասին, որը բազմիցս դրսևորվել է եւ իր ընտանիքի անդամը ականատես է եղել դրան։ Այսքանը հարգելի գործընկերներ, բայց քանի որ քննարկում ենք սոցիալական հանձնաժողովի
մեր գործընկերոջ տեխնացիանը, ես կարծում եմ, որ մենք լավ ընտրություն ենք կատարել եւ Տիկին Բաղդասարյանը լավագույնս կդրսևորի իրենես պաշտոնում մեր ընտրության դեպքում երևի լավագույն որակները այստեղ կդրսևորի շնորհակալություն։ Շնորհակալություն, այժմ եզրափակիչ ելույթի